Եվ այսպես մենք սկսում ենք մեր 10 վիդեոներից բաղկացած փոքրիկ կուրսը, ու այսօր անցնում ենք առաջին թեմային, որը տալիս է այն հարցի պատասխանը, թե ով եմ ես։ Սա իրականում շատ հետաքրքիր հարց է, հենց այս հարցից է սկսվում իրական ինքնաճանաչումը, թե ով եմ ես, որն իմ կյանքի առաքելությունը, ինչի համար եմ հայտնվել այս աշխարհում ու ինչին պետք է ձգտեմ։ Օրինակ, ինչպես կփորձեինք մենք պատասխանել այդ հարցին, թե ով եմ ես, երևի թե ստանդարտ մարդը կպատասխաներ, կասեր իր անուն, ազգանունը, միգուցե կնշեր իր ազգությունը, իր մասնագիտությունը, բայց կարող ենք նկատել, որ իրականում այս բոլոր սահմանումները չեն վերաբերվում մեր խորքային եսի սահմանմանը։ Սրանք բոլորը որոշակի փոփոխական բաներ են, որոնք ժամանակի ընթացքում մենք նույնիսկ սեփական կամքով կարող ենք փոխել, մենք կարող ենք փոխել մեր անունը, կարող ենք փոխել մեր քաղաքացիությունը, կարող ենք փոխել նույնիսկ մեր մարմինը։ Հիմա գիտնականներն ապացուցել են, որ 7 տարին մեկ մարդու մարմնի բոլոր բջիջները ամբողջությամբ փոխվում են։ Բայց կա իրականում մեր եսը, որը որ այդ բոլոր փոփոխությունների արդյունքում չի փոխվում, միշտ հաստատուն է մնում։ Այդ բոլոր փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք զգալ, որ մեր եսը չի փոխվել այդ նույն եսը, ու հարց է առաջանում, թե որն է այդ անփոփոխ եսը։ Այդ հարցի պատասխանը կատարյալ կերպով տրված է վեդայական գրություններում։ Վեդաները մեզ սովորացնում են, որ մենք իրականում մեր էությամբ հոգևոր էակներ ենք, հոգիներ, որը որ գտնվում է մեր մարմնի ներսում, ավելի կոնկրետ սրտի հատվածում։ Հեշտ պատահական չէ, որ երբ որ մենք ասում ենք ես, մեր սիրտը ավտոմատ կերպով տանում ենք դեպի սիրտը, որովհետև մեր իրական եսը հենց մեր սրտի հատվածում է գտնվում, ու նաև վեդաներում ասում է, որ հոգին ունի շատ չնչին չափեր։ Ասում է, եթե մազի ծայրի ու չափը վերցնես ու բաժանես 100 մասի, հետո ամեն մի մասը վերցնես ու նույնպես բաժանես 100 մասի, այս ստացված մի մասը կստացվի հոգու չափերը։ Բhagavad Gita-ում 15-րդ գլխում ասվում է մամայի վամշա ջիվա լոկե ջիվա բուտա սանատանա։ Մենք լինելով Աստծո մասնիկները, հոգևոր մասնիկներ, գտնվում ենք սրտի հատվածում, գտնում ենք մարմնի ներսում, ավելի կոնկրետ մարմինների ներսում, քանի որ մարդը ունի երկու մարմին՝ ֆիզիկական մարմին ու նուրբ մարմին կամ հոգեբանական մարմին, բայց արի ուտես, որ այդ երկու արանքների ներսում գտնվում է իրական եսը կամ հոգին։ Ասում է նաև, որ հոգին ունի 3 հիմնական հատկանիշ՝ սատ, չիտ եւ անանդա։ Սատ նշանակում է հավերժական, այսինքն մեր իրական եսը հավերժականն է ու երբեք չի մահանում։ Երկրորդը չիտ, մեր հոգին գիտելիքով լի է, չնայած որ մենք այդ գիտելիքը կարող ենք մոռանալ, հենց դա է պատճառը, որ երբեմն մարդիկ ինչ որ հոգևոր գիտելիք են ստանում ու այնպեսի զգացում է առաջանում, ասես ես դա արդեն գիտեի։ Ու երրորդ հատկանիշը հոգու կոչվում է անանդա, ինչը թարգմանաբար նշանակում է երջանկություն կամ երանություն։ Հոգին իր էությամբ երջանկություն է ներկայացնում ու երջանիկ է, հենց դա է պատճառը, որ մենք մարդը անընդհատ երջանկություն է փնտրում, կենդանիները նույնպես իրականում անընդհատ երջանկություն, որոշակի հարմարվետություն են փնտրում, ու պատահական չի, որ կարող ենք տեսնել, թե երեխաները ինչ երջանիկ են, քանի դեռ չեն մեծացել ու այդ հոգսերը իրենց չեն պատել, այսինքն հոգին իր էությամբ երջանիկ է։ Այդ 3 հատկանիշներից ամենակարևորը առաջինն է սատը կամ հավերժությունը։ Հենց դա է պատճառը, որ մահը մեր համար այդքան խորթ է, այդքան անընդունելի է, մենք չենք էլ կարող պատկերացնել մահը, թե այդ ինչպես է, որ ես էլ չկամ, ինչի որովհետև մահը ժամանակավոր կյանքը ինքնին հակասում է մեր բնությանը, ու մեր բնությունը իրականում այլ է։ Bhagavad Gita-ում նույնպես 2-րդ գլխի 13-րդ տեքստում ասվում է դեհինոսմին յաթադեհե կոմարամ յովանամ ջարա։ Ասում է, որ ճիշտ այնպես ինչպես երեխայի մարմինը փոխվում է երիտասարդի մարմնի, երիտասարդի մարմինը փոխվում է ծերունու մարմնի, ճիշտ այնպես էլ մարմինը թողելուց հոգու մարմինը փոխվում է նոր մարմնի, այսինքն հոգին նոր մարմին է ստանում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ ու այն պատճառով, երբ որ մեր մարմինը արդեն, քանի որ նյութական է, անպիտան է դառնում ու հոգուն գործելու համար նոր մարմին է պետք լինում։ Այդ երևույթը նույնիսկ եթե վեդաներին ինչ որ մի պատճառ հավատանք, էլ մենք կարող ենք մեր առօրյա կյանքում տեսնել ու որոշակի օրինակներ դա ապացուցում են։ Օրինակ մենք կարող ենք տեսնել, որ մահացած մարդու մարմինը դեռևս մեր աչքի առջև է, բայց մենք գիտենք, որ այդտեղ կյանք չկա, ինչի որովհետև հոգին մարմնից արդեն հեռացել է։ Դա է ապացուցում նաև այն երևույթը, որ նույն մենք տեսնում ենք մեր օրինակ ծեր մարդը տեսնում է իր փոքրիկ երեխա ժամանակ եղած նկարը ու նույնիսկ ինքը իրեն կարող է չճանաչել, ինչի որովհետև մարմինը ամբողջությամբ փոխվել է, բայց ինքը գիտի, որ այդ նույն եսը, այսինքն եսը անփոփոխ է մնացել, չնայած որ մարմնի փոփոխությանը։ Նաև հենց այդ երևույթով է պայմանավորված, որ մարդիկ տարբեր տեղեր են ծնվում, ինչ որ մեկը ծնվում է հարուստ, ինչ որ մեկը ծնվում է աղքատ, ինչ որ մեկը
ծնվում է առողջ, ապահոված, ինչ որ մեկը ծնվում է հիվանդ, ինչի, որովհետև դա մեր առաջին կյանքը չէ, մենք մեր նախկին կյանքերով արդեն իսկ այս կյանքի համար որոշակի նախնական իրականություն ենք պատրաստել։ Ոստի ըստ վեդայական իմաստության, վեդայական արժե համակարգի, խելացի մարդը մտածում է առնվազն իր հաջորդ կյանքի մասին, չի մտածում միայն այն մասին, թե ինչպես այս կյանքում երջանիկ լինեմ, այս կյանքում հարուստ լինեմ, այլև մտածում է, թե այս իմ կյանքով ես ինչ հաջորդ կյանք եմ նախապատրաստում ինձ համար, իսկ հաջորդ կյանքը կարող է լրիվ տարբեր լինել, կախված նրանից, թե մենք ինչ գիտակցություն ենք զարգացնում։ Բhagavad Gita-ում 8-րդ գլխում ասվում է Yam Yam Vapi Smaran Bhavan, ասվում է, որ ինչի մասին որ մարդը մավամբային մտածում է, այդպեսին էլ իր հաջորդ կյանքն է լինում, իսկ թե մենք մավամբային ինչի մասին կմտածենք, կախված է նրանից, թե այդ բային ինչ գիտակցություն զարգացած կլինենք, այսինքն ինչ կյանք ապրած կլինենք, հաջորդ կյանքը կարող է շատ բազմազան լինել։ Վեդաներում նշվում է կյանքի 8.400.000 տեսակների մասին, այդքան բազմազան է մեր հաջորդ կյանք ստանալու հնարավորությունը։ Ընդ որում ասեմ, որ այդ կյանքի տեսակներից նշվում է մանրամասն վեդաներում, որ դրանցից 900.000-ը կյանքի տեսակներ են ջրում, 2 միլիոնը դրանք բույսեր են, բույսերը նույնպես կան բույսեր, որոնք կյանքի տեսակներ են, 1.100.000-ը դրանք միջատների կյանքի տեսակներ են, կա նաև 1 միլիոն կյանքի տեսակ, որոնք պատկանում են թռչունների դասին, կան 3 միլիոն կենդանական կյանքի տեսակներ ու նաև կան մարդկային կյանքի տեսակներ, զանազան, որոնցից մեկը մենք ենք, մարդկային կյանքի տեսակները 400.000-ն են։ Դրանք ամբողջությունը կազմում է 8.400.000 կյանքի տեսակները, որոնց մեջ հոգին կարող է հայտնվել։ Ասեմ նաև, որ այդ կյանքի տեսակները բնակվում են ամբողջ տիեզերքով մեկ, ոչ միայն մեր մոլորակում, ըստ վեդայական իմաստության բոլոր իրականում մոլորակները իրենք կյանքով բնակեցված են կենդանի էակներով, չնայած որ դրանցից որոշները մենք կարող ենք չտեսնել։ Հա, օրինակ մարդը կարող է նույնիսկ գնալ լուսին ու դեղ ապրող կյանքի տեսակները չտեսնել, ինչի որովհետև այդ մարդու տեսողության սահմաններից դուրս է, ճիշտ այնպես օրինակ, ինչպես մենք կարող ենք նայել օվկիանոսին ու տեսնել դրա ներսում եղած կյանքի տեսակները, բայց օվկիանոսում միլիարդավոր կենդանի էակներ կան։ Տիեզերքում եղած մոլորակները ըստ վեդաների բաժանվում են 14 խմբերի, 14 մոլորակային համակարգերի, որոնցից ամենաբարձրը օրինակ կոչվում է Satya Loka, 10 առաջինը կարելի ասել։ Երկրորդը կոչվում է Jhana Loka, երրորդը կոչվում է Tapa Loka, չորրորդը կոչվում է Mahar Loka, հինգերորդը կոչվում է Svarga Loka, հաջորդը Bhuvar Loka ու յոթերորդը դա Bur Loka-ն է, որը հենց այն մոլորակային համակարգն է, որին որ պատկանում է մեր երկիր մոլորակը։ Այսինքն մենք հիմա գտնվում ենք միջին մոլորակային համակարգում, երկրում, այստեղ կարող եք նկատել, որ երջանկությունը ու դժբախտությունը քիչ թե շատ հավասար են, հա, հավասար չափով են մեզ տրվում, մինչդեռ ավելի բարձր մոլորակներում այնտեղ կա միայն երջանկություն, իսկ ավելի ցածր մոլորակներում այնտեղ ավելի շատ տիրում է դժբախտությունը ու տառապանքը։ Դրանցից զատ այդ 14 մոլորակներից էլ ավելի ներքև Շիմադ Բհագավատամում 5-րդ երգում նկարագրվում է, որ կան նաև որոշակի դժոխային մոլորակներ, ու այն մարդիկ, ովքեր շատ վատ կարմային կուտակած լինում, իրենք կարող են կյանք ստանալ այդ մոլորակներում։ Ու այս ամենը, այս ամբողջ գիտելիքը խելացի մարդուն դրդում է որոշակի ինքնաճանաչման, որոշակի հոգևոր կյանքով զբաղվելու։ Հենց դրա համար է որ շատ կարևոր է հոգևոր պրակտիկայով զբաղվելը, միգուցե աղոթք անելը, մանտրա կրկնելը, բայց այդ ամենի մասին մենք մի փոքր ավելի ուշ կխոսենք, բայց ամենակարևորը, ինչ կարելի է քաղել այսօրվա թեմայից, դա այն է, որ մենք մեր էությամբ հոգևոր ենք, մենք երբեք չենք մահանում, մենք այսօր արդեն կերտում ենք մեր հաջորդ կյանքը, իսկ հաջորդ կյանքը կարող է շատ բազմազան լինել, իսկ հաջորդ կյանքը կերտելու ամենալավ, ամենաապահով տարբերակը դա հոգևոր կյանքով, հոգևոր պրակտիկայով զբաղվելն է, դրան որոշակի ժամանակ հատկացնելը։